Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հայ-իրանական զորավարժությունը սահմանին վերջին տարիների դադարից ու լռությունից հետո աննախադեպ իրադարձություն են սովորակում փորձագետները։ Տարածաշրջանի անվտանգային նոր պայմաններում 2020-ի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանն ու Իրանը որևէ ռազմական գործակցության չեն գնացել։ Քաղաքագետը նման իրադարձություն չի հիշում նաև դրան նախորդող տարիներին։ Ասում է ծավալներով փոքր զորավարժություն է, ցուցադրական քիչ տարերով, բայց նաև քաղաքական կարևոր մեսիջներ կան։ Փոքրացավար միջոցառում ալնելու։ Բացի դրանից, ինչպես տեսնում եք, խոսքը չի գնում դասական իմաստով համատեղ զորավարժությունների մասին, որտեղ փաստացի միաժամանակ երկու երկրի տարածքում պիտի տեղի ունենա։ Այս կարծում եմ դա պայմանավորված է նաև, որ Իրանը ցանկացություն ունի, էլի հիմա ինքը մի կողմից խնդիր ունի ինչ-որ մեսիջ ուղարկի Ադրբեջանին ու Թուրքիային ու նաև ցույց տա, որ ներկայությունը պահպանում է տարածաշրջանում։ Իր համար բավականին բարդ իրավիճակում մյուս ուղղությունները։ Բայց միաժամանակ Իրան պետք չի, որ դա դառնա նոր ինչ-որ օջախ, ինչ-որ կետ լարվածության։ Երեք սկսված զորավարժությունները կշարունակվեն նաև այսօր։ Սցենարը Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումն է առաջադրանքը դրանք չեզոքացնելու գործողություններ իրականացնելը։ Նորդուզում են հայ եւ իրանական ստորաբաժանումները։ Ուշագրավ է, որ Իրանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների ու Իսրայելի հետ լարված հարաբերությունների ֆոնին է իրականում այս զորավարժությունը։ Իրանն ամեն դեպքում հիշեցնում է, որքան էլ այլ ճակատներում զբաղված է, միևնույն է ամուր ռազմաքաղաքական ներկայություն ունի տարածաշրջանում։ Ռազմական նոր խնդիրներ ու բախումներ Իրանին իհարկե պետք չեն, դա է պատճառը, որ զուսպ հայտարարություններ են անում, տպավորություն ստեղծելով, թե արտառոց ոչինչ չկա։ Ծայրահեղ հայտարարությունները ձեռնտու չեն նաև հայկական կողմին, այսպես ասենք պատմության մեջ Ամերիկայի ամենահակաիրանական վարչակազմի պայմաններում։ Իրանի եւ Հայաստանի սահմանային տարածքներում որևէ վտանգ չկա։ Դա արվում է մարտական ուժերի պատրաստվածությունը բարձրացնելու, ահաբեկչության դեմ պայքարելու եւ կայուն խաղաղություն պահպանելու համար։ Օրեր առաջ էր Երևան եկել արտգործնախարար Աբբաս Արաղչին շեշտել, որ Իրանն աջակցում է տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանը։ Միևնույն ժամանակ դիվանագետը նշել էր, որ էսկալացիայի վտանգ տարածաշրջանում կա։ Փորձագետն ասում է, ձևաչափով զորավարժություններ Իրանը նախորդ տարի էլ Ադրբեջանի հետ անցկացրեց։ Այդ երկրների միջև նաև վերջին շրջանում դիվանագիտական երկխոսություն կա։ Այսինքն կարելի է ենթադրել, որ Իրանի գործողությունները զսպման մոտիվացիա ունեն։ Եթե Ադրբեջանը ինչ-որ կոնֆլիկտ է արարում, Իրանը միջամտում է այդ կոնֆլիկտին, երրորդ քայլը լինելու է Թուրքիայի միջամտություն։ Այսինքն խոսքը չի սահմանափակվի Ադրբեջան-Իրան կոնֆլիկտով, այլ կվերածվի թուրք-իրանական կոնֆլիկտի։ Ու ես անկեղծ ասած չեմ կարծում, որ Իրանը ձգտում է այդ կոնֆլիկտի մեջ մտնել։ Իրանը Ադրբեջանի պահանջների մասին հստակ քաղաքական դիրքորոշում ունի, բայց փորձագետը հիշեցնում է, երբևէ պաշտոնական հայտարարություն չի եղել այն մասին, թե որքան կպաշտպանի այդ դիրքորոշումը ռազմական ճակատում։ Այնուամենայնիվ, միամտություն կլինի կարծել, որ Ալիևյան ռազմատենչ սպառնալիքներով լեցուն հայտարարությունների ֆոնին պատահականություն է հայ-իրանական հակաահաբեկչական վարժանքը խաղաղության զորավարժություն խորագրով։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է սահմանային կրակոցների մասին ադրբեջանական կողմի հաղորդագրություններին։ Նա հիշեցրել է, որ Պաշտպանության նախարարության սահմանային վիճակի հետ կապված պարբերաբար հայտնում է տեղեկություններ, հերքելով կեղծ ինֆորմացիա։ Մենք շարունակում ենք առաջարկել ստեղծել սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմ, շարունակում ենք սրա մասին հրապարակային խոսել, աշխատել այս ուղղությամբ, ասել է Գրիգորյանը։ Նա հավաստիացրել է, որ եթե ունեն որևէ ինֆորմացիա, որը փոխկապակցված է անվտանգային վիճակի հետ, կկիսվեն հանրության հետ։ Եթե կեղծ ինֆորմացիա է, եթե Հայաստանում մեղադրում են ինչ-որ մի կեղծ բանում, Հայաստանը չշարունակի հերքել, Հայաստանը շարունակելու է հերքել եւ նաեւ աշխատել, որպեսզի սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծենք, որպեսզի կարողանանք իմանանք սահմանային իրավիճակի մասին համապարփակ ինֆորմացիա։ Արդարադատության նախարարությունը ներկայում աշխատում է նոր սահմանադրության տեքստի մշակման վրա, նախաբանի փոփոխության հարց չի քննարկվում։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցը։ Ադրբեջանը որպես Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու նախապայման է ներկայացնում։ Հայաստանի սահմանադրության մեջ փոփոխությունների անհրաժեշտությունը կեղծ պնդում անելով, թե այն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ է պարունակում։ Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի սահմանադրությունը տարածքային պահանջ որևէ երկրի նկատմամբ չի պարունակում։ Նաև Հայաստանի սահմանադրական դատարանն է հայտարարել, որ սահմանադրության մեջ որևէ երկրի նկատմամբ տարածքային պահանջ չկա։
Բաքվում պահվող 23 հայերից 7-ին ադրբեջանական տխրահռչակ արդարադատությունը արդեն հասցրել է դատել, մեղադրական դատավճիռներ կան, ցեղասպաններ, պատերազմական հանցագործներ են որակել այս մարդկանց, ուղարկել իրենց մոգոնած մեղքերի պատիժը կրելու։ Մյուս 16-ի կեղծ դատավարությունն էլ շարունակվում են ծանր մեղադրանքներով։ Պահման պայմանների, ֆիզիկական ու հոգեբանական վիճակի մասին միայն Կարմիր խաչն է այս ընթացքում տեղեկություններ ստացել, այն էլ դրանք հրապարակման ենթակա չեն։ Այցելության պարբերական 6 շաբաթը մեկ է, դրանք հետաձգելու առիթը Ադրբեջանը սովորաբար բաց չի թողում, օրինակ տոնական օրերը պատճառաբանելով։ Միեդում հայ գերիների շահերի ներկայացուցիչը կոնկրետ է ձևակերպում, ադրբեջանական վարքագծում որևէ դրական տեղաշարժ չկա։ Հայերին Բաքվում պահում են անմարդկային պայմաններում, խոշտանգում, կտանքների ենթարկում։ Հաշվի առնելով, որ իրավապաշտպաններից մեկը խոսել էր այն մասին, որ Բաքվում պահվող հայերի պայմանները բարելավել են։ Այստեղ մենք կարող ենք խիստ պայմանական բարելավումների մասին խոսել, որը սանիտարահիգիենիկ պայմաններին է վերաբերում։ Դիվանագիտական խողովակները գործի դնելու մասին Սահակյանը հիշեցնում է, մի խումբ հասարակական կազմակերպություններ դիմել են Հայաստանի արտգործնախարարությանը, որպեսզի Շվեյցարիայի իշխանություններին պատվիրակեն հյուպատոսական իրավունքով դիվանագիտական այցելություններ իրականացնել։ Շվեյցարական կողմից ըստ Սահակյանի կա պատասխան, պետք է գործի հայկական կողմը։ Ինչ վերաբերում է արտաքին գործերի նախարարությանը, նրանք մեզ հավաստիացրել են, որ այդ հարցը քննարկումների փուլում է, սակայն խորհրդապահական բնույթը հաշվի առնելով այլ մանրամասներ չեն կարող հայտնել։ Հայերի դատերը, որ անցկացվում են Բաքվում, իրավական որևէ տար չունեն, բացառապես քաղաքական լուծումներ են պահանջում, էլի կրկնում են իրավապաշտպանները, բայց նաև հատուկ ընդգծում են կատարվողի քարոզչական նշանակությունը։ Ադրբեջանում հաշվարկել են նաև հայերի զգացմունքայնությունը ու Բաքվի այս ֆարսով նաև հոգեբանական ճնշում են գործի դնում մի ամբողջ ազգի նկատմամբ։ Իր որդիների նկատմամբ անարժանապատիվ գործողությունը միանգամից վերագրում է իրեն, այսինքն այդ զգացողությունը արտահայտի է, դա զգացել։ Դա համար որքան որ նվաստացվի ցանկացած հայ մարդ ադրբեջանական դատական պրոցեսների ընթացքում, այդքան նվաստացվում է հայաց։ Իդեպ մարդու իրավունքների եվրոպական դատարանում 23 հայից 22-ի գործերը քննվում են միջպետական գանգատի միջոցով, այդ թվում են ռազմաքաղաքական բոլոր ղեկավարների գործերը։ Եթե Հայաստանը հրաժարվում է միջպետական գանգատներից, ապա ստացվում է այս հայերի վերաբերյալ իրավական վեճ չկա, հարցը հնարավոր է լուծել միայն քաղաքական ճանապարհով, որտեղ ըստ իրավապաշտպանի Հայաստանը նշանակալի առաջընթացներ չունի։ Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր մանիպուլյատիվ մեկնաբանություններ են արել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ապրիլի 8-ին Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում անցկացրած վարպետաց դասի վերաբերյալ հրապարակված տեսանյութի շուրջ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Պաշտպանության նախարարությունը։ Այդ օրինակ գրառումները շարունակվում են նաև դատախազության պարզաբանումից հետո։ Զինծառայողների իբր խոնարհվելու վերաբերյալ դատողություններն ու պնդումները առնվազն կեղծիք են։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դկոտնին հանդիպում է ունեցել հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ հոգեշնորհ Գրիգոր Վարդապետ Խաչատրյանին։ Այս մասին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ է հայտնել։ Պատիվ եմ ունեցել Ֆրանսիայի դեսպանատանն ընդունել հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդին, նշված է գրառման մեջ։ Նիկոլ Փաշինյանը գործադիրի այս նիստում էլ դժգոհեց վերջին 7 տարիների գործունեության արդյունքներից։ Արմավիրի մարզի Փշատավան համայնքի բնակիչների հետ պատահական հանդիպումներից մեկին անդրադարձավ։ Նրանց գիտելիքներից գոհ չէ։ Իջնում եմ 10 րոպե մարդկանց հետ խոսում, ես հասկանում եմ, որ 7 տարի ես իմ գլխավորությամբ բոլորդ մնացել ենք առաջ դասարանում, որտեղ թուղթա որ պրինտ ենք անում։ Այն որ մեր այն հերավոր գյուղացին գիտելիքի պակաս ունի, այդ նրանից է որ մենք տգետ ենք, ու մեր 30 տարվա պատմությունն է սրա մասին։ Վերջին 7 տարվանը առավել եւս։ Ու մենք եթե սա չխոստովանենք, չի ստացվելու ոչ մի բան։ Փաշինյանը կառավարության անդամներին հորդորեց մտածել գիտելիք ստանալու մասին, որ չառաջնորդեն դեպի աղքատություն։ Այդ մարդիկ ինչի գիտելիքի պակաս ունեն։ Մի պատճառով, որովհետև մենք ունենք գիտելիքի պակաս։ Որտեղ մենք ենք այդ մարդկանց առաջնորդողը։ Թեժ ելույթի ընթացքում նիստերի դալիճի դուռը թեթև ճռալով բացվեց, անվտանգության աշխատակիցներ։ Մտածեցին կռիվ ենք անում։
Շատ լավ։ Գյուղոլորտում իրականացվող ծրագրերի արդյունավետությունից էլ Փաշինյանը դժգոհեց, այս անգամ խելացի անասնագոմերին էր վերաբերում այն։ 4 տարվա ընթացքում այդ ծրագրի համար հատկացվել է 925 միլիոն դրամ։ Մենք տասնյակ որոշումներ ենք կայացրել, բայց այդ տասնյակ որոշումները չեն աշխատում։ 7-ամյա պրակտիկան ցույց է տալիս, որ արտոնություն տվել ենք, այն արել ենք, զրոյական տոկոսներով գյուղատնտեսական վարկերը արել ենք, որոնք զրո էֆեկտ, մենակ մարդիկ հավելյալ ընկնում են սև ցուցակ։ Մինչև երբ պետք է քաղաքացին Փարոսի հույսին մնա, չմտածի աշխատելու մասին ու միշտ պետության օգնությանը սպասի։ Փաշինյանն է փաստում, քաղաքացիկը 30 տարի շարունակ Փարոսի շահառու է։ Սա գիտեք ինչ է, սա կատարյալ անհարգալից վերաբերմունք է այդ մարդու նկատմամբ։ Մենք դրանով իրանց սերնդեսերունդ դարձնում ենք աղքատ։ Մտցնում ենք արյան մեջ այդ աղքատությունը, որ դու այդտեղ բան կանես։ Եվ սա լրջագույն խնդրեմ է, մենք սրա մասին պետք է մտածենք։ Կառավարությունը սակայն կաջակցի Արցախից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին, որոնց մեկ անդամի հաշվարկով ամսական եկամտի չափը ցածր է 55,000 դրամից։ Ամսական աջակցությունը ընտանիքի առաջին բռնի տեղահանված անդամի համար 40,000 դրամ կլինի, երկրորդ, երրորդ եւ հաջորդ յուրաքանչյուրին կտրամադրվի 10,000 դրամ։ Նրանք աջակցություն կստանան մինչև դեկտեմբեր։ Ռուսաստանի Դաշնությունը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները Աբու Դաբիում բանտարկյալների փոխանակում են իրականացրել։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ազատ է արձակել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Արթուր Պետրովին, որն Ամերիկայի Միացյալ Նահանգների պահանջով ձերբակալվել էր 2023 թվականին Կիպրոսում պատժամիջոցների խախտմամբ միկրոէլեկտրոնիկա արտահանելու կասկածանքով։ Ռուսաստանն ազատ է արձակել Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի Քսենիա Կարելինային, որն անցյալ տարի դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում Ուկրաինայի զինված ուժերին գումար փոխանցելու համար։ Փոքր եւ միջին ձեռնարկատերերը կրկին բողոքում են հունվարի 1-ից ուժի մեջ են մտել հարկային օրենսգրքում փոփոխությունները։ Ըստ այդմ ապրանքի ձեռքբերման փաստաթղթեր չներկայացրած տնտեսվարողների համար կրկնապատկվում է շրջանառության հարկը 5-ից դառնալով 10%, իսկ փաստաթղթեր ներկայացնողների համար հակառակը 1.5%-ից իջնում է։ Փոփոխություններով հստակ պահանջ է դրվել նաեւ գույքագրել ապրանքը։ Տնտեսվարողներն ասում են, ապրանքը գույքագրել հնարավոր չէ, այն հստակ արժեք չունի։ Ունենք շատ երկար տարիների կուտակված ապրանքներ, որը որ մենք չգիտենք ինչ գնով, ոնց պետք է գույքագրվի, ոնց պետք է լինի։ Ընդհանրապես կարող եմ հստակ ասել, որ ոչ մեկ չի գույքագրվել եւ պատրաստ չի եւ չի կարող, ոչ թե պատրաստ չի, այլ չեն կարող գույքագրել։ Փետրվարի վերջին կառավարությունը ժամանակավոր հետքայլ արեց շրջանառության հարկի բարձրացման հարցում։ Հայտարարվեց, որ այս տարվա առաջին կեսին 5%-ից ավելի վճարվելիք հարկը հետ կվերադարձնեն բիզնեսներին։ Տնտեսվարողները սակայն օրենքի ամբողջական փոփոխություն են պահանջում ու նշում, այս կերպ բիզնեսներին տանում են խոշորացման։ Մանր ու միջինը ընդհանրապես չի կարող աշխատել, որովհետև ինքը պահանջելու է հաշվապահական, թանկ հաշվապահական ծառայություն։ Բնականաբար դա ծախս է մանր փոքր բիզնեսի համար, ինքը այդ հաշիվներ, այդ գումարները, որ մի 100,000, 150,000 վճարի, իր եկամուտը դա է, որ ինքը ապրում է դրանով։ Դրան անհրաժեշտ է հավելյալ աշխատողներ։ Հուլիսի 1-ից հաշվապահական ու իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերությունները եւս կտեղափոխվեն ընդհանուր հարկման համակարգ։ Որոշմանը դեմ ձեռներեցները այստեղ եւս ռիսկեր են նկատում։ Մի ձեռքով մենք տեսնում ենք, որ փոքր միջին բիզնեսի հաշվառումը բարդացվում է, եւ մյուս ձեռքով հաշվապահական ծառայությունների արժեքն է արդեն ավտոմատ կերպով բարձրանում։ Այսինքն այստեղ իրար չի համընկնում դա։ Եթե հիմա ընկերությունները 10% հարկ են մուծում, ապա հուլիսի 1-ից հետո հարկային բեռը դառնալու է առնվազն 30%։ Հաշվապահական ընկերության ներկայացուցիչն ասում է, դժվար թե հնարավոր լինի 30% հարկը կոմպենսացնել։ Շեշտում է, ավելացված արժեքի հարկի մասով էլ ընկերությունները որևէ ձեռքբերում չեն ունենում։ Հաշվապահական ընկերությունների մեծ մասը չունեն 30% շահութաբերություն, որպեսզի կարողանան 30% ավել հարկեր վճարեն։ Իսկ փոքր եւ միջին բիզնեսում գների թանկացում նույնպես 30%-ով իրականացնելը անհնար կլինի։ Օրենքից բողոքողները միաժամանակ ընդգծում են, դեմ չեն հարկերի բարձրացմանը, բայց երկկողմանի ձեռնտու պայմաններով։
Պրոշյանցիների խնդիրը մասամբ լուծվեց 25 համարի երթուղին կպահպանվի, սակայն այն ոչ թե կհասնի Պրոշյան համայնք, այլ Պաշտպանության նախարարության նախկին շենքի հատվածից շրջադարձ կկատարի եւ կվերադառնա Երևան։ Կառավարության նախորդ օրվա պատասխանը սակայն քասախցիներին չի գոհացրել։ Նրանք զայրացել ու առավոտյան Երևան աշտարակ մայրուղին էին փակել։ Պահանջում են 59 երթուղին Քասախից հասցնել մինչև Երևան եւ հակառակ ուղղությամբ։ Քասախի բնակիչները պարբերաբար փակում էին Երևան աշտարակ մայրուղին։ Ոստիկաններն արգելում էին։ Փոխադրամիջոցները ստիպված մայթերով են երթևեկում։ Հասկանում եք, որ երթևեկության կանոն եք խախտում։ Աղջիկ ջան, թաղում եմ այդ կարաս են յալիք։ Մի քանի ժամ անց բողոքի ակցիայի մասնակիցներին տեղեկացրին, որ իրենց հետ հանդիպելու պատրաստակամություն է հայտնել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարարը Կոտայքի մարզպետը։ Ակցիայի մասնակիցներն անդրդվելի էին, ճանապարհը չէին բացի, մինչև գոհացնող պատասխան չստանային։ Չենք բացելու այնքան ժամանակ, մինչև իրանք այս որոշմանը լուծում չտան։ 25-ը աշխատում է, 59-ը չի աշխատում։ Հերիք չի այդքանը։ Այդ ինչ խտրականություն է, չեմ հասկանում։ Մենք թորներ ունենք, դպրոցն են սովորում։ Քաղաքից, մալացիայից ինչպես կարան հասնեն, տեղ կարակ ասեք։ Մեր պահանջը ընդամենը 200 մետր բարձրանա Քասախ համայնք, որովհետև կան տարբեր կատեգորիայի սոցիալական խմբեր, որոնք չեն կարողանալու օգտվել այդ տրանսպորտային միջոցից։ Հետո քննարկումներ եղան համայնքապետարանում Կոտայքի մարզպետը, տարածքային կառավարման նախարարությունը քասախցիներից մեկ շաբաթ ժամանակ խնդրեցին, խոստացան լուծման տարբերակներ գտնել։ Մի քանի տարբերակ քննարկել ենք։ Որոնք են այդ տարբերակները։ Այդ տարբերակները հիմա չհնչեցնեմ, որովհետև վերջնական տարբերակ չունեն։ Այդ տարբերակը, որ 100 մետր պայմանական խորանա դեպի բնակավայր, ամեն դեպքում եթե այդ տարբերակը քննարկվի եւ հավանության արժանանա, ապա կստացվի, որ թե այն տրանսպորտը, թե մյուս տրանսպորտը կգործեն։ Քասախցիների խնդիրը պետք է քննարկի նաև քաղաքային իշխանությունը, քանի որ տրանսպորտը Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ է գտնվում։ Քասախցիները մեկ շաբաթ էլ կսպասեն, եթե հարցը լուծում չստանա, ասում են, համայնքով կհավաքվեն եւ կորոշեն իրենց հետագա անելիքները։ Տիգրան Ավինյանը Հայաստանում Իտալիայի դեսպան Ալեսանդրո Ֆերանտիի հետ քննարկել է Երևանի եւ Իտալիայի քաղաքների միջև գործակցության առկա եւ նոր հնարավորությունները։ 24 թվականին Երևանի եւ Հռոմի միջև կնքեցին փոխըմբռնման հուշագիր, որը գործակցության նոր հարթակ է ստեղծել քաղաքային կառավարման ոլորտներում։ Առաջիկայում նախատեսում են բարեկամության եւ գործակցության մասին համաձայնագիր ստորագրել Երևանի եւ Նեապոլիի միջև։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել ֆեյսբուքյան խմբերից մեկում բու տեսակի թռչնի վաճառքի կամ փոխանակման հայտարարության վերաբերյալ։ Տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթով պարզվել է, որ Գառնի համայնքի բնակիչ ԱԱ-ն առանց համապատասխան թույլտվության պահում է բվիկ տեսակի մեկ թռչուն, որը վերջինս ձեռք է բերել թռչնի շուկայից։ Բվիկի արտաքին զննությամբ վնասվածքներ չեն արձանագրվել։ Ջրվեժ արգելոցապարկային համալիրի տարածքում թռչունը բաց է թողնվել վայրի բնություն։ Ապրիլի 10-ին 34-ամյա Սերոժը Նիսան մարչով Դավիթ-բեկի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել գազատարին, կոտրել այն հայտնվել ձորակում բախվելով քարերին ու ծառերին։ Վարորդին առաջինը օգնության են հասել Վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցները, քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած փրկարարության Երևանի շեջ փրկարարական ջոկատի փրկարարները, նաև Երևանի շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նա տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդիկ 3-րդ գումարտակի առաջին վաշտի պարեկները։ Տեղում էին Գազպրոմ Արմենիա, Տրանսգազ եւ Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները գազատար խողովակը նորով փոխարինելու համար։ Դեպքի վայրում աշխատել է նաեւ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչը, իմ տեղեկություններով վարդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Նույն օրը 23-ամյա Ժորան Մերսեդեսով Աբովյան քաղաքի սահմանադրության հրապարակում դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել երթևեկությունը կարգավորող ցուցանակին, առաջ ընթացել բախվել ճանապարհի մեջտեղում տեղադրված երկաթե գովազդային սյանը։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի պարեկները։ Երիտասարդը վարորդական վկայական չի ունեցել։ Գիշերը դեպքի վայր էր ժամանել նաև Աբովյան խոշորացված համայնքի ղեկավարը։ Նրա հանձնարարությամբ կոտրված ցուցանակը կփոխարինվի։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Ապրիլի 9-ին Մեծամոր քաղաքի վարչական տարածքում բախվել են 34-ամյա Սերոբ Գասպարյանի ջիպն ու 65-ամյա Արկադիա Նանյանի օփելը։ Վերջինի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, նրան առաջին օգնության են հասել ջիպի վարորդը, քաղաքացիները, շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Օպերատիվ են գործել ոստիկանության բարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի բարեկները։ Վթարի մեղավորը եղել է օփելի վարորդը, նա Գյուղամիջյան հատվածից դուրս է եկել գլխավոր մայրուղի, չի զիջել ջիպի վարորդին։ Ջիպի անվտանգության բարձիկները բացվել են, օպելն էլ մասամբ հայտնվել է, մասամբ չէ, լավ էլ հայտնվել է ճանապարհի մեջտեղում։ Դարձյալ ապրիլի 9-ին 19-ամյա Էրիկը օփելով Փարպի բնակավայրի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին, ծառերին ու մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում։ Օպերատիվ է գործել Աշտարակ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նրանք տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել վարորդին, սակայն վերջինս հայտնել է, որ հրաժարվում է հիվանդանոց մեկնել։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի առաջին վաշտի բարեկները։ Վարորդը, ինչպես նաև մեքենայում մյուս գտնվողներ, այդ թվում անչափահասը, եղել են ամրակապված։ Եթե վարորդն ու երեխան ամրակապված չլինեին, հավանաբար հաստատ նրանց կհայտնաբերեին դրսում։ Ապրիլի 9-ին օպերատիվ տեղեկություններ ստանալուց հետո Արմավիրի մարզի գումարտակի բարեկները Արմավիր-Երևան ճանապարհին հայտնաբերել են մքեցված ապակիներով Շևրոլե։ 53-ամյա վարորդը ոչ միայն ենթարկվել է վարչական պատասխանատվության, այլև հեռացրել է կողային հայելիների թաղանթը։ Տղամարդը Սարդարապատի հուշահամալիրի տնօրենն է։